Այսօրվա այս թեման ինչի մասին որ խոսելու են, գիտեք, այսօր Պենտեկոստեի օրն է, Պենտեկոստեի տոնն է։ Մի փոքր պատմական ասելու եմ ինչ է, բայց այսօր շատ խոսելու ենք Սուրբ Հոգու մասին։ Ես հենց այդպես էլ վերնագրել եմ Սուրբ Հոգի։ Ու ուզում եմ ասեմ, ով է Սուրբ Հոգին։ Երբ որ մենք ասում ենք Սուրբ Հոգի, ի նկատի ունենք, ինչ ենք հասկանում, երբ որ ասում ենք Սուրբ Հոգի։ Սուրբ Հոգին Աստվածության, մենք ասում ենք, չէ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Աստված, մեկ Աստված, չէ, բայց երեք դեմքով։ Ու երեք դեմքով, բայց այդ նույն Աստվածը չի, մեկը չի, որ երեք կերպարներ ունի։ Երեք տարբեր անձեր։ Ասա դե ուրեմն երեք Աստված, չէ, մեկ Աստված։ Մեր համար անհասկանալի է։ Բայց Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի Աստված երեքն էլ անհատականություն են, երեքն էլ անձեր են, երեքը բայց մեկ են, հավատա, ուղղակի հավատա, այսօր խոսալու ենք Սուրբ Հոգու մասին, այսինքն Սուրբ Հոգի Աստված, բայց եկեք գնանք Պենտեկոստեից ու սկսենք խոսել Պենտեկոստե, ինչ է Պենտեկոստեն, թանկագիններս, եւ ինչի նկատի ունենք, որ ասում ենք Պենտեկոստե, չէ, արդեն հասկանում ենք Սուրբ Հոգի, բայց մինչև Սուրբ Հոգու հեղումը, մինչև Հովել մարգարեի այն մարգարեությունը, որ գրված է 2-րդ գլխի 28-րդ խոսքում, ես ուղղակի անգիր կասեմ, որ կգա վերջին օրերում եւ իմ հոգին կթափեմ ամեն մարմնի վրա, սա խոստմունք էր, մինչև դեռ Քրիստոսը եւ կլծվեն Աստծո հոգով եւ տեսիլքներ կտեսնեն, կմարգարյանան, երազներ կտեսնեն, այսինքն Աստծո պարգևը կգործի, բոլորի վրա կթափեմ եւ մեծ զորություններ կլինեն եւ գիտեք որ դա կատարվեց Գործք Առաքելոցի մեջ, երբ որ Հիսուսը արդեն համբարձվել էր եւ խոստմունք էր տվել, բայց գիտեք կար հրեական տոն, որ կոչվում էր Պենտեկոստե։ Ինչ ասեմ, ինչ էր սա, Պենտեկոստե, այսինքն թարգմանաբար կամ հրեաների լեզվով շավուտ է կոչվում, որը որ նշանակում է շաբաթների տոն։ Եվ Զատիկից երկրորդ օրվանից հետո հաշվում էին 7 յոթնյակ, այսինքն 7 շաբաթներ եւ գալիս էր 49 + 1 դառնում էր 50։ Հա արդեն ծանոթ է, չէ՞, 50-րդ օր ենք ասում, կամ որ ասում ենք Պենտեկոստե, նշանակում է 50-րդ օրը։ Ինչ 50-րդ օրը։ Զատիկից հաշված, կամ Զատիկի հաջորդ օրվանից հաշված 50-րդ օրը։ Չէ՞, լսել եք, չէ՞։ 50-ականներ, որ ասում են, այսինքն հոգեգալստականներ կամ ուրիշ բառերով որ ասում ենք, այսինքն Սուրբ Հոգու գալուստ 50-րդ օրվա հետ։ Ինչ տոն էր հրեաների մոտ, երբ որ նրանք դուրս եկան Եգիպտոսից եւ 50 օր հետո Սինա սարի վրա Աստված տվեց 10 պատվիրանները։ Նրանք ստրուկ էին, ստրկության մեջ էին, մոռացած ընդհանրապես ամեն բան։ Չկար ոչ օրենք, ոչ կարգ ու կանոն, ոչ մի բան, բայց երբ որ Աստված իր ժողովրդին առանձնացրեց, տարավ անապատը եւ 50-րդ օրը նա տվեց 10 պատվիրաններ, այսինքն օրենքները եւ Աստված իր ժողովրդին մցրեց իր պատվիրանների մեջ, իր կարգ ու կանոնի մեջ, առանձնացրեց եւ իրանը դարձրեց։ Ես ուզում եմ պատմեմ, որ հետո հասկանանք, բա հիմա ինչ կապ ունի դա։ Ու գիտեք, այն ժամանակ եղավ 10 պատվիրաններ, Աստծո օրենքները, բայց մեր ժամանակների մեջ, մեր ժամանակ ասում են, բայց 2000 տարուց ավել առաջ էր դա, եկավ օրենսդիրը մեր սրտերի մեջ, ոչ թե Աստծո օրենքը, որ տախտակների վրա էր, քարե տախտակների, այլ հենց օրենսդիրը եկավ մեր սրտերի մեջ, կենդանի Աստված, պատկերացնում եք, Սուրբ Հոգու միջոցով եկավ մեր կյանքերի մեջ, որպեսզի ինքը մեզ առաջնորդի, որպեսզի ինքը մեր սրտի տախտակների վրա գրի իր օրենքը, ու մենք մեր խմբակներից մեկի մեջ այսինքն այս շաբաթվա ընթացքում խոսում էինք, գիտես, որ առաջ մարդիկ կարդում էին պատվիրանները եւ փորձում էին ահով, դողով, վախից ելնելով, որ հանկարծ պատիժ չկա, հանկարծ զանց չանեն Տիրոջ խոսքը, ինչ որ մի բան պահեն, բայց այդպես էլ չէին կարողանում։ Բայց նույն օրենքները, նույն պատվիրանները հիմա գործում են, այսինքն բոլորս էլ
կատարում ենք այդ խոսքերը, պահում ենք, ոչ թե փրկվելու համար, որովհետև դա արդեն մեր կյանքն է դարել, Աստծո ձեռով մեր սրտի վրա գրված։ Ու մենք հասկանում ենք, որ այո, սա չի կարելի, եւ Սուրբ Հոգին, օրենսդիրը մեզ օգնում է, որ մենք ապրենք հնազանդ, ու արդեն անկախ այդ ճնշումներից մենք կարողանում ենք այսօր ապրել հնազանդվելով Աստծո խոսքին։ Հաջորդը ինչ էր նշանակում Պենտեկոստը կամ Շավուտը, այդ շաբաթների տոնը, միտեղ գրված էր, որ ասում է, գիտես, առաջի մանգաղից, այսինքն երբ որ հունց կա հավաքվում, երբ որ կչափես 7 շաբաթներ հետո, այսինքն կգա կլռանա 50-րդ օրը, դու քո բերքերի երախայրին, քո հունցքի երախայրին կբերես գտնես Տիրոջ առաջ որպես շնորհակալություն, որպես գոհություն, ու գիտեք, առաջի հունցքը կամ առաջի պտուղը, որ Քրիստոսն էր, երբ որ նա հարություն առավ, գիտես, անցավ 50 օր եւ եկավ Աստծո հոգին մարդկանց վրա, աշակերտների վրա, եւ այդ օրը ծնվեց եկեղեցին։ Եվ Աստված կարծես թե վերցրեց մի նոր հունցք 50-րդ օրը, որովհետեւ Պենտեկոստեի հետ ծնվեց եկեղեցին։ Երբ որ Սուրբ Հոգին եկավ եւ աշակերտները նստած էին վերնատանը, աղոթում էին, աղոթքի մեջ էր, սպասում էին Տիրոջ խոստմունքին, երբ որ Տերը ասել էր Գործք առաքելոցի մեջ գրված առաջի գլխի, եթե չեմ սխալվում 8-րդ խոսքերից գրված է, բայց դուք մնացեք Երուսաղեմում եւ մինչեւ զորություն կառնեք եւ դրանից հետո իմ վկաները կլինեք։ Եվ երբ որ գալիս է Սուրբ Հոգին, թանկագիններ, նրանք լցվում են ու կարդացել եք, չէ՞, ասում է երևաց նրանց կրակի լեզուներ ու սաստիկ քամու ձայն լցվեց, ասում է բոլորը դա ասենց անակնկալի եկան ու անկախ իրանցից սկսեցին տարբեր լեզուներով խոսել։ Եվ ասում է այնքան ուժեղ էր, այնքան զորավոր էր, իհարկե Պենտեկոստեի տոնն էր, դա ուխտագնացության տոն էր բոլոր հրեաների համար, երբ որ ամբողջ աշխարհից հավաքվում էին Երուսաղեմ, որպեսզի գային ու Պենտեկոստեն նշեին, որպեսզի գային Տիրոջը շնորհակալություն հայտնեին, որպեսզի գային իրենց ընծաներով, իրենց երախայրիներով Տիրոջը պատվելու, ու այնքան փողոցները մարդաշատ էին, որ լսեցին ամեն մի ազգերի միջի բնակիչները, որ հրեաներ էին, այն լեզուները, այն բարբարները, որ ազգի մեջ, որ նրանք ապրում էին, ու ասում է Աստվածաշունչը վկայում է, ասում է լսում էին ու հիանում էին, որ գալիլեացի աշակերտները, որ հրեա աշակերտները այդ բարբարներով Տիրոջն էին փառաբանում, Տիրոջ մասին մեծ բաներ էին խոսում, փառաբանում էին, Աստծուն էին գովերգում։ Եվ այս այդ Պենտեկոստեն կամ Պենտեկոստյան օրը եղավ Սուրբ Հոգու գալուստը։ Հիմա արագ ուզում եմ ասեմ, ինչ կատարվեց այս օրը։ Եղավ Սուրբ Հոգու հեղումը։ Ինչպես տեսել եք հեղեղ, անձրև, չէ, հորդարատ։ Սա նկարագրում է դրա մասին, որ ասում է եւ եկավ ու լցվեց Սուրբ Հոգին։ Ինչ եղավ հաջորդը։ Դա եղավ եկեղեցու ծնունդը, եւ դրանից հետո, երբ որ Պետրոս առաքյալը վեր կացավ, համարձակ ու սկսեց խոսել, ասեց սա Տիրոջ խոստմունքն է, Հովել մարգարեի ձեռքով գրված, ու հիմա եկել եւ կատարվել է։ Ու մարդիկ երբ որ լսեցին, ասեցին, բա հիմա ինչ անենք։ Ասեց ապաշխարեք, դարձեք Տիրոջը։ Եվ ասում է, այդ օրը ինչքան էր թիվը, ով կհիշեցնի։ 3 թե 5։ 3։ Լավ, լող 3 լինի, 5-ը հետո լինի։ 3000 հոգի պատկերացնում եք, մի անգամից միացան եկեղեցում, այսինքն ընդունեցին Քրիստոսին ու վերստին ծնվեցին։ Հիմա մի փոքր վերստին ծնունդից եք խոսամ։ Տեղի ունեցավ վերստին ծնունդ։ Մի վարդապետ կար, Հովհաննես Ավետարան։ Նիկոդեմոս անունով եկավ Հիսուսի մոտ, ասեց, ես գիտեմ, որ դու Աստծո մարդն ես, որովհետև այն ինչ որ դու գործում ես, հնարավոր չի, որ դու անես առանց Աստծո։ Դրա համար ես գիտեմ դու Աստծո մարդ ես, ու եկել եմ քեզանից լսեմ։ Եկել եմ Աստծո արքայության մասին իմանամ։ Հիսուսը ասեց, գիտես, ոչ ոք չի կարա Աստծո արքայությունը մտնի, եթե վերստին չծնվի։ Այսինքն նորից ծնունդ չառնի, եւ նա
որովհետև դա իր համար տարօրինակ բան էր, եւ Նիկոդեմոսը վարդապետ լինելով, հրեա վարդապետ, ասեց. «Ինչպես ես տարիքս առած մարդ եմ, ինչպես ես կարող եմ նորից իմ մոր արգանդը մտնել, դուրս գալ»։ Իհարկե, ինքը խոսում էր չհասկանալով, թե ինչ է խոսում։ Ու Հիսուսը ասեց. «Ես տեղերը ուղղակի դուրս եմ գրել, կարող եմ ասել, դա Հովհաննես 3-րդ գլխի 5-րդ խոսքում է գրված այդ խոսակցությունը»։ Եվ ասում է. «Գիտես, եթե հոգուց ու ջրից չծնվեք, Աստծո արքայությունը չեք կարող մտնել»։ Ինչու եմ ես ասում, երբ որ Սուրբ Հոգին գալիս է, մենք վերստին ծնվում ենք։ Երբ որ Սուրբ Հոգուն, այսինքն Հիսուսին թանկագինս, ով էլ որ լինես այսօր, եթե առաջի անգամ ես, որ Հիսուսին դեռ չես ընդունել, երբ որ ընդունում ես, հրավիրում ես Հիսուսին քո կյանքի մեջ որպես Տեր ու Փրկիչ, գալիս է Սուրբ Հոգին, Աստծո Հոգին, Հիսուսի Հոգին, ինքը հենց Հիսուսը, Սուրբ Հոգու միջոցով, որտեղ նրանք անբաժան են։ Եվ մարդը վերստին ծնունդ է ունենում, որի ապացույցը գրած է Հռոմեացիների թղթի մեջ։ Մի քիչ ուսմունք, մի քիչ քարոզ։ Սա ուղղակի նկարագրում եմ, հետո գնալու ենք առաջ։ Եվ ասում է, եւ Սուրբ Հոգին մեր սրտի մեջ, մեր հոգու հետ վկայություն է տալիս, որ մենք Աստծո որդիներ ենք։ Բայց քանի դեռ չկա Աստծո Հոգին մեր կյանքերի մեջ, դուրս արի փողոցները, դուրս արի բոլոր մարդկանց հարցրա, քանի դեռ չկա Հիսուսի հրավերքը իրենց սրտերի մեջ, Սուրբ Հոգու մուտքը իրենց կյանքերի մեջ, ոչ ոք չի կարա համոզվի իր սրտի մեջ ու ասի ես Տիրոջ զավակ եմ, կարող է շուրթերով ասի, բայց իր սրտի մեջ ինքը լիքը կասկածներ ունի, իր սրտի մեջ ինքը համոզված չի, որտեղ միայն Սուրբ Հոգին է դա կնիքը դնում ու մեզ համոզում ու հաստատում, որ մենք Աստծունն ենք։ Ու երբևէ ինձ էլ քո կյանքում էլ եղել է, որ ասել ենք Սուրբ Հոգի, ինչի ես ինձ թողել, որովհետև զգայարաններով ենք շարժվել, մի քիչ դժվար է եղել, մի քիչ տխուր ենք եղել, չէ, մի քիչ կոտրված ենք եղել, ոնց որ թե զգացել ենք մենակ ենք։ Բայց Հիսուսը ասեց, ես կկարդամ այդ տեղը, ձեզ որբ չեմ թողի, ես կուղարկեմ Հոր խոստմունքը, ձեզ հետ կլինի հավիտյան։ Ինչ հետո կատարվեց, խոստմունքը իրականացավ, Հիսուս երբ որ խոստացել էր, այդ խոստմունքը, այդ մարգարեությունը իրականացավ հենց Պենտեկոստյան այդ հրաշալի օրը։ Գիտես, դա պատահականություն չէր, ինչու հենց օրը, ես վերեցի օրինակները, սա պատահականություն չկա Աստվածաշնչի մեջ։ Բոլոր տոները, հրեական բոլոր տոները, այսօր բոլորը կատարվում են նոր կտակարանի մեջ, այսինքն կատարվել են եւ բոլորը վերաբերվում է Հիսուս Քրիստոսին։ Բոլորը իր ծնունդի, իր ընթացքի, իր մարգարեության հետ մինչեւ երկրորդ գալուստը հազարամյա եւ երկնային արքայություն, բոլորը նշանակություն ունեն եւ կապ ունեն անմիջապես Հիսուս Քրիստոսի հետ։ Հրեական տոները Հաջորդը ինչ կատարվեց, Սուրբ Հոգու դրսևորումները երևացին, որ ասես, չէ, կմարգարյանան, երազներ կտեսնեն, լեզուները սկսեցին խոսել, Սուրբ Հոգու պարգևները սկսեց դրսևորվել եկեղեցու մեջ։ Ամեն։ Ինչքան կարևոր է Սուրբ Հոգու ներկայությունը մեր կյանքի մեջ։ Հետո Սուրբ Հոգու պաշտոնները, սենց ասեմ, ծառայության պաշտոնները, որ Աստված մարդկանց դրեց պաշտոնների մեջ։ Ու ուզում եմ սենց ոչ թե վերջին, այլ ուղղակի այն ինչ որ ես եմ պատրաստել։ Եվ գիտեք, Սուրբ Հոգին գրված է Մարկոս 16:15-ից մինչև 20-րդ խոսքերում, ասում է, որ պատվեր ստացան աշակերտները գնալու ավետարանը քարոզելու եւ ասում նրանք գնացին եւ խոսում էին եւ գրված է եւ Սուրբ Հոգին գործակից էր նրանց հետ։ Ու ես պատկերացնում եմ, որ Սուրբ Հոգին թևքերը ծալած անցավ եկեղեցու հետ գործի մեջ։ Ամեն։ Այսինքն մեր գործի մեջ մենք մենակ չենք։ Սուրբ Հոգին ասում է գործակից էր։ Այսինքն եկավ մի միաբանություն, մի աշխատանքային, մի քիչ կոպիտ եմ ասում, համաձայնագիր, որ եկեղեցին ու Սուրբ Հոգին անբաժան պետքա իրար հետ աշխատեն։ Ամեն։ Չքնես, եթե շոքա միացրեք մեր օդափոխության համակարգը, թող հով լինի։ Ու ես այս ամենը ներկայացրի։ Հիմա բայց ուզում եմ ասեմ, գիտեք Սուրբ Հոգին, որ ասում ենք Սուրբ Հոգի, ովքեր են այսօր մկրտված Սուրբ Հոգով
ու հարցս ուզում եմ շարունակեմ, որ նաև օտար լեզուներով խոսում են, աղոթք են անում, չէ՞։ Այս աղոթքը չի Սուրբ Հոգին։ Նայեք, աղոթքը, լեզուներով աղոթքը դա Սուրբ Հոգի չի, որ կոչենք Սուրբ Հոգի։ Սա պարգև է, սա դրսևորում է։ Լսել ենք, չէ՞, Սուրբ Հոգին ասում է աշակերտները լսեցին քամու եւ խորհրդապատկեր, Սուրբ Հոգին քամի չի։ Կամ միտեղ ասում է Հիսուսը մկրտվեց եւ աղավնին իջավ։ Սուրբ Հոգին աղավնի չի, թանկագիններս։ Աշակերտները տեսան կրակե լեզվակներ իրանց վրա, Սուրբ Հոգին կրակ չի։ Եվ կարող եմ շատ թվարկել, Սուրբ Հոգին անձա։ Սուրբ Հոգին Աստված է։ Սրանք խորհրդապատկերներ են։ Հետո ջրի ենք նմանացնում, չէ՞, ասում է ջրի աղբյուր կբխի ձեզանից, Սուրբ Հոգին ջուր չի։ Բայց այն ամեն ինչ որ բնորոշում է կրակը, ջուրը, քամին, աղավնին, սա իր դրսևորումներն են ու մենք այդպես կարող ենք հասկանալ, որ Սուրբ Հոգին ամենուրեք է, ինչպես քամին, ոչ ոք չի տեսնում, որ կրակը երբ որ գալիս է, վառում է, մաքրում է, Սուրբ Հոգու դրսևորումն է դա։ Երբ որ աղավնին իր սրբության խորհրդանիշը կամ այն հեզության խորհրդանիշը, չէ՞, Սուրբ Հոգու դա բնավորության նման է, որ ինքը այդպես է գործում։ Երբեք Սուրբ Հոգին ոչ մեկին չի բռնում, բռնի ու, չգիտեմ, վախեցնելով առաջ տանում։ Երբեք Աստծո անունից մի վախեցրեք ոչ մեկի ու երբեք չմտածես, որ դա Սուրբ Հոգին ասեց, որ ես գնամ վախեցնեմ։ Սուրբ Հոգին, այո, հանդիմանում է, բայց առաջնորդում է դեպի խաչը Քրիստոսին։ Առաջ ընկնելով ուզում եմ ասեմ, բայց ես իր դրսևորումների մասին հիմա խոսելու եմ, իր ծառայության մասին եմ խոսելու։ Սուրբ Հոգին այդ լեզուները Սուրբ Հոգու դրսևորումն է։ Ու ես ուզում եմ ասեմ մկրտություն։ Ինչ է նշանակում Սուրբ Հոգով մկրտություն, թանկագիններ։ Մկրտությունը դա ընկղմվել բառն է, ընկղվել, թաթախվել։ Ջրի, երբ որ ասում ենք ջրի մկրտություն, հասկանում ենք, որ մենք չոր մտնում ենք ամբողջությամբ ջրի մեջ եւ թաց ամբողջությամբ թաց, ոչ թե մասամբ, դուրս ենք գալիս, չէ՞, եւ ասում ենք, որ ջրով մկրտվեցինք։ Բայց ի՞նչ է նշանակում Սուրբ Հոգով մկրտվել։ Ուղղակի լեզուներ խոսալ։ Ես մտածում եմ ամբողջությամբ մկրտվել Սուրբ Հոգու մեջ։ Հասկանում եք։ Ինչ է դա, այսինքն, երբ որ դու դուրս ես գալիս, Սուրբ Հոգու հետքերը պետքա քո վրա լինի։ Այս սրան եկեք ձգտենք։ Ինչպես ջրի հետքն է ու իմ հագուստը ամբողջությամբ թրջված է, նույնպես էլ քրիստոնյան պետքա Սուրբ Հոգով ներծծված լինի։ Մի օրինակ բերեմ, կհասկանաք։ Երբևէ կրակի հետ գործ ունեցել եք, ծխահարվել եք, չէ՞։ Եղել է, չէ՞, բոլորս, չգիտեմ, միգուցե տենց տարածքի մեջ եք եղել, միամիտ մտել եք կամ գործ եք արել, ու ինչ է եղել ձեր վրա։ Ծուխը իջել է, շրջապատել է ձեզ ու մենք ներծծված ենք եղել այդ ծխով ու մեր կողքի մարդիկ, երբ որ մեր հետ շփվել են, ասել են, «Էս ինչ ծխի հոտ է գալի»։ Ասել ես, «Դե փագոց եմ անում, չգիտեմ, օջախի վրա կամ խորոված եմ արել, էս եմ արել, են եմ արել»։ Ու հասկանում եք, սա նշանակում է այս մարդը մկրտված է եղել ծխով, ծխի մեջ։ Այդ հոտը իր վրայից եկել է։ Գիտեք ինչքան կարևոր է, որ Աստծո եկեղեցու վրայից Սուրբ Հոգու հոտը գա։ Ամեն։ Սա է իրական մկրտությունը։ Ցավով ասեմ, որ կլինեն մարդիկ, որ գիտես այս պարգևը կգործի իրանց մեջ, լեզուների, բայց գիտես իրա վրից այդ հոտն է կարևորը, որ գա, թող պարգևը գործի ես դեմ չեմ, բայց եկեք հասկանում ես, պարգևով չխափենք մեզ, ես Սուրբ Հոգով, գիտես մկրտվելը մի բան է, բայց լցվելը ամեն օրվա գործ է։ Մենք չենք մկրտվում մի քանի անգամներ, բայց մենք լցվում ենք տարբեր անգամ, շատ անգամներ, ամեն օր կարելի է լցվել։ Եվ գրվածքների մեջ, թղթերի մեջ Պողոս առաքյալը եկեղեցուն ուղերձ է գրում եւ ասում է՝ «Մի հարբեք գինով»։ Երևի կար իրանց մեջ հարփողներ կային։ Մտածում էին, ասում էին, «Խմենք գինին, սա Սուրբ Հոգու խորհուրդն է», հա, մոռացել էի սա ասեի։ Գինի խմենք, Սուրբ Հոգու խորհուրդն է։
ուրախության խորհուրդն է, չէ՞։ Բանի մեջ, Աստվածաշնչի մեջ, գինին ուրախության խորհուրդ է։ Մարդել կար ասում էր զախրաբրես 100 գրամ։ Համարցակ խմենք, լցվենք Տիրոջ գինով։ Պողոս առաքյալ ասում է՝ մի հարբեք գինով, այլ լցվեք, հարբեք Սուրբ Հոգով, ինչպես աշակերտներ էին հարբած, հարբեք Աստծո ներկայությամբ, ու եթե դու, ես հարբած լինենք Տիրոջ ներկայությամբ, մեզանից ոչ թե գինու հոտ, մենք ասում ենք, կներեք էլի, փլուշահոտ, այլ Սուրբ Հոգու հոտը կգա, Սուրբ Հոգու դրսևորումը կգա, որի կարիքը եւ առաջինը մենք ունենք եւ այս աշխարհը ունի։ Ուզում եմ կարդանք առաջի տեղը Հովհաննես ավետարանի 14-րդ գլխի, ես ասացի, որ խոսելու եմ Սուրբ Հոգու մասին, այդ անձնավորության մասին, Աստծո մասին, ում անունն է Սուրբ Հոգի։ 14:16-ից Հիսուս ասում է աշակերտներին այդ բաժանման ընթացքն է, այդ խորհուրդները, երբ որ ինքը խրատում էր, սովորացնում էր, ասում է, եւ ես հորը կաղաչեմ, եւ ուրիշ մխիթարիչ կտա, ձեր մոտ էլ է մխիթարիչը մեծատառով, այսինքն անձի մասին է խոսում, որ մնա ձեզ հետ հավիտյան, ճշմարտության հոգի, ուշադիր լսեք, որին աշխարհը չի կարող ընդունել, որ չի էլ տեսնում նրան եւ ոչ էլ ճանաչում է նրան, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետեւ ձեզ մոտ է մնում, ձեզ հետ կլինի եւ գրված է ձեզ որբ չեմ թողիլ, կգամ ձեզ մոտ մի փոքր ժամանակ էլ եւ աշխարհը չի տեսնի ինձ, բայց դուք կտեսնեք ինձ, որովհետեւ ես կենթանի եմ եւ դուք կենթանի եք։ Այն օրը դուք կճանաչեք, որ ես իմ հոր մեջ եմ, դուք ինձանում եք, ես ձեզանում եմ։ Մի հետաքրքիր բան, Հիսուսը ասում է, ես գնալու եմ, բայց որ գնամ, կուղարկեմ մեկին, կխնդրեմ հորը, որ կուղարկի մեկին, ով որ ձեր հետ կլինի, ու հետո ասում է, գիտես, ասում է, ով որ կգա, կլինի նույն ինպես, դրա համար ասում է, ես ձեր հետ կլինեմ, որտեղ այո, դու չես կարող Աստծուն բաժանես իրարից, հայրը որդու մեջ, Սուրբ Հոգին, հայրը որդին Սուրբ Հոգին, իրար հետ, իրար մեջ, եւ ասում է, գիտես ինչ, երբ որ մխիթարիչը կգա, դուք էլ արդեն իմ հետ կլինեք, ինքն էլ ձեր հետ կլինի, ես էլ ձեր մեջ կլինեմ, դուք էլ իմ մեջ կլինեք, ես հոր մեջ կլինեմ, այսինքն մի հատ ամբողջություն կլինի, երբ որ Սուրբ Հոգին կգա, բայց ես ուզում եմ խոսեմ Սուրբ Հոգի անվան մասին, ստեղ Սուրբ Հոգի չի ասում է մխիթարիչ, լսում եք, ու մխիթարիչը ինքը թարգմանվում է, մխիթարիչ, հունարեն, երբ որ գրվել է ավետարանը, մխիթարիչ բառը ունի նշանակություն, եւ ես ուզում եմ այս նշանակությունների մասին խոսենք թանկագինս։ Հիմա կոչվում է հունարեն սա պարակլետոսն է, երկու բառից է, կամ պարակլետ, ու որը որ պարա ռուսերեն բառել կա, պարա, զույգ, կողակից, չէ՞։ Հիմա պարան, նայեք ինչ է նշանակում, գրված է կողքիդ, անմիջապես քեզ մոտ։ Եվ կալեինը, այն երկրորդ գրված է կոչվել, անվանվել, եւ իրար հետ կոչվում է կողքիդ գտնվող մեկը։ Հիսուսը այդ ուրիշ բառերով ասում էր, ես կուղարկեմ պարակլետին, մխիթարիչ բառը սա է նշանակում։ Ես կուղարկեմ, մենք ասում ենք մխիթարիչը կուղարկի, մխիթարիչներ ում են պետք։ Սքավորներին, չէ՞։ Ու եթե հասկանում ենք մխիթարիչ կամ կարդում ենք, մեզ թվում է այս կյանքները սուքի մեջ պիտի գնանք ու մեկը պիտի գա, սենց գլուխներս միշտ չոյի, հորդորի, իհարկե մենք մեր կյանքի մեջ ունենում ենք մխիթարության կարիք, ստացվում են, մխիթարության կարիք ունեն սքավորները, չէ՞, ովքեր որ դժվար ճանապարհ են, պերիոդ են անցնում, բայց սա չի խոսում, որ սա հավիտյան դու այս սուքի մեջ ես լինելու, ոչ, քրիստոնեությունը սուքի կրոն չի, քրիստոնեությունը ուրախության, ցնծության, թեև կլինեն ժամանակներ մահվան շուքի ձորով անցնելուց, բայց միևնույնն է Տերը մեզ հետ է լինելու։ Ամեն։ Դրա համար մի մնա դրա մեջ։ Մխիթարիչը, Սուրբ Հոգին, պարակլետոսը, ով կանչված է լինելու քեզ հետ քո կողքին,
Այս է նշանակում։ Ու ես ուզում եմ խոսամ հենց իր մասին, ինչքան որ ժամանակը կհերիքի թանկագիններ, հասկանալով, որ այսօր, չգիտեմ, խի շատ տոթ է, երևի շատ ուշ ենք միացրել մեր օդափոխության համակարգը, բայց մյուսին լավ կլինի, չվախենաս։ Մխիթարիչ։ Ինչ է նշանակում մխիթարիչ։ Պարակլետոս բառը, երբ որ նայում ենք բնագրի մեջ, պաշտպան, նայեք, մխիթարիչ, իմ մոտ ես այսքանն եմ գրել, խորհրդատու, օգնական, առաջնորդ, ուսուցիչ, բարեխոս, այս 7, չգիտեմ, պատահական է ստացվել, որտեվ գիտեք, էլի շատ կարելի է խոսալ, բայց այսքանի մասին ուզում եմ խոսամ թանկագիններս, պաշտպան, ու պաշտպան, այս բառը, որ գրված է, ինքը իրավաբանական տերմին է, ավելի շուտ դատապաշտպան, ով մեր դատը պաշտպանում է, ու լսած կլինեք, եթե կա իրավաբանական հարցեր, դատական գործեր, չէ, պաշտպանա պետք մեղադրվող կողմին, մեղադրվող կողմին պաշտպանա պետք, որ պաշտպանի նրա շահերը, ու ինչու է այստեղ գրված դատապաշտպան, որովհետև կա մեղադրողը, ով որ սատանան է, ով որ դատապարտում է մեզ, ով որ չարախոսում է, ասում է գիշեր ու ցերեկ, ով որ փորձում է մեզ, գիտես, մեզ հիշացնի մեր անցյալը, մեր բոլորս էլ մեղքի մեջ ենք ապրել, հիմա այդ մեղքը այս ձևի է եղել, թե այն ձևի է եղել, կապ չունի ընդհանրապես, եւ Սուրբ Հոգու գործը, գիտեք որն է, ես հանդիպել եմ մարդկանց, ես ինքս էլ եմ եղել այդ ազդեցության տակ, երբ որ հիշելով կամ սատանային տրվելով ավելի շուտ, որտեվ նա է վերցրել միտքը եւ սկսել է հիշացնել, բայց դու սենց բաներ ես արել, հիմա երեսդ բռնում է, եկել ես Աստծո առաջ ես կանգնել, հələ հիշի դու ով ես եղել, ինչքան սենց մտածում ես, սենց էլ հեշտ անցավ, հա ամեն ինչ, սենց ասեցիր Տեր ջանների ու ներվեցիր, ինչքան վատ բաներ ես արել, ինչքան ես Աստծուն ցավացրել, ինչքան ես մարդկանց ցավացրել, ինչքան ես սուրբ բաները զանց անել եւ այլ, ու գիտես ինչ է կատարվում, պատկերացնում եք, սա մեղադրող կողմը, պատկերացրած դատական process, ու ինքը ասում է, ինքը մեղավոր է, ու մենք էլ գալիս ենք ամեն անգամ այդ դատապարտության, Տեր ջան, խնդրում եմ ների, Տեր ջան, խնդրում եմ ների, Տեր ջան, խնդրում եմ ների, խնդրում եմ հիշի, որ կա քո կողքին մեկը, ում անունն է Սուրբ Հոգի Աստված, եւ նա հագած է պաշտպանի գործերը, եւ նա վերցրել է բոլոր այդ թղթապանակը քո անունով ու գրված է, եւ քեզ հիշացնում է, խնդրում եմ, մի ականջը տուր այդ ճակերտավոր դատախազին սատանային ու թող, որ ինքը քեզ մեղադրի, այլ հիշի, որ Սուրբ Հոգին է ու մոտեցի Սուրբ Հոգուն, լսի նրան, այս անունները պատահական չեն թանկագիններս, այս անունները նրա ծառայությունն է այսօր մեզ համար, եկեղեցու համար, քեզ համար, նրա ծառայությունն է, եւ դրա համար դու պետք չէ որ վճարես, Հիսուսը արդեն վճարել է քո դատապաշտպանի համար, այսօր աշխարհում դատապաշտպանները լավ պաշտպանները, ահագին գումար արժի, չէ նրանց աշխատանքը, նրանք ասում են ոչ մի դատ չեն կրվել, Չտա Աստված, որ դու այդ համակարգում այդ գործերի մեջ հայտնվես, բայց ստեղ ուզես չուզես հայտնվելու ենք։ Ու մեր դատապաշտպանը, պրոֆեսիոնալ, Սուրբ Հոգի Աստվածը վերցնում է Եվ այո, տեղեր կա, ես ուզում եմ ուղղակի որը որ անգիր հիշում եմ կասեմ, Հռոմեացիների 8-ի առաջի խոսքը ասում է, չկա այլևս դատապարտություն Հիսուս Քրիստոսով եղողներին, ովքեր հոգով են ապրում, հոգով են վարվում, Աստծո խոսքով են վարվում, չկա դատապարտություն։ Եվ Սուրբ Հոգին է, որ մեզ սա հիշեցնում է, Սուրբ Հոգին է, որ ասում է, լսի, ինչի ես ականջդ տվել, ինչի ես վախենում, Հիսուսի արյունն է։ Այս կնիքը, այս փաստաթուղթը Հիսուսի արյունը ներել է եւ կապ չունի ինչ մեղքեր ա եղել։ Աստված ասում է, գիտես, ես քո անօրենությունները չեմ հիշում։ Ինչքան որ երկինքը բարձր է երկրից, այդքան Աստված զորավոր է մեր կյանքի մեջ, այդքան հզոր է եւ ինչքան արևմելքը արևմուտքից, այդքան ասում է հեռացրեց մեզանից մեր մեղքերը։ Սա դեռ հին ուխտի մեջ է գրած։ Հին ուխտի մեջ հին ժամանակների, իսկ հիմա այլևս ու երբեք չմտածես ու չտաս միտքդ խապկանքի, երբ որ Աստված գիտես ինձ հիշացրեց իմ մեղքերը, սուտ է։ Աստված երբեք քեզ քո մեղքերը չի հիշացնի։ Երբեք Աստված չի գա քեզ դատապարտի ու երեսով տա։ Մենք մարդիկս, չէ՞, լինում է։
սայթակում ենք ու ուզում ենք «Յա մոռացար, այն մեկը քեզ ասում կամ դու իրան»։ Չէ, ապաշխարի մի արա տենց բան։ Բայց Աստված երբեք նա մեր ծածուկ ամեն ինչը գիտի։ Ու երբ որ գալիս է պաշտպանը, ասում է գիտես դու արդար ես։ Իսկ ով է դատավորը։ Հայր Աստված։ Նա իշխանություն ու իրավունք ունի դատելու, վճիռ կայացնելու, եւ նրա վճիռը արդեն կայացված է։ Չէ՞։ Ինչ է։ Արդարացված ես։ Արդարացված ես, եթե այդ փաստաթուղթը կորցրել ես, ավետարանի մեջ գտի, քո անունը դիր, դու արդարացված ես։ Քրիստոսը դրա վկայությունն է։ Քրիստոսի այրունը այդ կնիքն է։ Ու թող գնա այդ դատապարտությունը քեզանից։ Հիսուսի անունով Սուրբ Հոգին մեր օրինական դատական համակարգի մեջ մեր պաշտպանն է։ Բայց գիտես, նա իրականում էլ մեր պաշտպանն է։ Մեր կյանքի մեջ, մեր առօրյայի մեջ նա պաշտպանում է մեզ։ Օրինակ ես շատ եմ մտածել ու շատ դեպքեր ա եղել, որ մտածել եմ, որ գիտես տարբեր փորձանքների ես կարող էի գալ ու իմ համար միշտ հետաքրքիր է եղել։ Գնալու եմ երկինք ու տեսնեմ ինչքան բաներից, այսինքն իմանամ էլի, ինչքան բաներից եմ ես պրծել, ինչքան բաներից Աստված ինձ պաշտպանել, եւ սա Սուրբ Հոգու գործն է, թանկագիններս։ Հաջորդ, երբ որ գրված է մխիթարիչ, այո, մխիթարիչ, ունենք սուքի օրեր, ունենք լացի օրեր, ճիշտ է, բայց գիտես մի մերժի Սուրբ Հոգուն, մոտեցի իրան ու ինքը քեզ կսկսի մխիթարել, ինքը կսկսի քեզ հույսով լցնել։ Հասկանում ես, անգամ Հիսուսը ասում է, որ ինքը կոտրված եղեգը, պատկերացնում ես մազից կախված եղեգ, չէ՞, տեսել եք, որ մի հատ թեթև քամի եւ նա կարող է կոտրվել, ասում է չի կոտրի, դա ինչի մասին է խոսում, այլ կամրացնի կկպցնի, հույսով կլցվի, քո սիրտը կմխիթարի։ Այո, ես մարդկանց եմ հանդիպել, երբ որ գիտես շատ ցավալի ողբերգական դեպքեր ա եղել իրանց կյանքի մեջ, ընտանիքի կամ հարազատների հետ, բայց նաեւ տեսել եմ մարդկանց, ովքեր որ այդ իրավիճակի մեջ գտնվելով, հավատքի մարդկանց մասին է խոսքը, որ նրանք ասել են, գիտես, մխիթարված ենք, մի այլ կարգի, իհարկե ոչ թե տաշտուշ են արել, չէ, դրա մասին չի, թանկագիններս, բայց իրանց սրտերի մեջ Աստված գործն է արել, հույսով է լցրել, ապագայի հանդեպ հավատքով է լցրել, երկինքն է նկարագրել ու հարազատները, երբ որ միգուցե վաղաժամ հեռացել են իրանցից, բայց Աստված հույս է տվել, որ գիտես, երկինքը քո տունն է եւ քո հարազատները քեզ սպասում են երկնքում ու դու պետքա զորանաս, կանգնես ու երկինք գնաս ու հարազատներիդ էլ կտեսնես ու ինչ տեսակի էլ որ լինի ցավը թանկագիններ, Սուրբ Հոգին ունի այդ ունակությունը։ Մենք մարդիկ ենք, սահմանափակ կարողությամբ, մենք մեկս մյուսից հորդորում ենք, մխիթարում ենք, չգիտեմ, լուր կողքն ենք ուղակի կանգնում դժվար ժամանակներին, բայց դրանից ավելին չենք կարող։ Բայց եթե Սուրբ Հոգով գործենք, որտեղ Սուրբ Հոգին մեր միջոցերով էլ է գործում, չէ՞։ Եթե Սուրբ Հոգով գործենք, նա խոսքեր կտա, նա աղոթքներ կտա, նա, չգիտեմ, քո ամեն մի հպումը, ինչ որ մեկին կարող է նրա կյանքի մեջ բժշկություն բերի եւ մխիթարություն բերի։ Հենց ուղիղ բառով էլ գրված է, մխիթարիչը կգա։ Նա քեզ ուժ կտա, դու ուժ կգտնես նրա մեջ եւ կսկսես ապրել, այսինքն տեսնել ապագա եւ ապրել։ Տեսել ես, չէ՞ մարդիկ, որ ինչ որ մի դժբախտ դեպքից հետո իրանք էլ չեն ապրում, կան, բայց էլ չեն ապրում։ Բայց Սուրբ Հոգին կարող է փոխել։ Սուրբ Հոգին խորհրդատու։ Պարակլետոսի մասին ենք խոսում։ Կարելի է նվագել։ Նայեք ինչ հետաքրքիր, եթե դու հիշես, ես ուղղակի անգիր հիմա կասեմ, Եսայա 11-րդ գլուխը խոսում է Հիսուսի ծնունդի մասին եւ ասում է նրա վրա կհանգչի, այսինքն կգա Տիրոջ Հոգին, Տիրոջ իմաստության, հանճարի, ասեք, խորհրդի Հոգին, չէ՞։ Տիրոջ երկյուղի Հոգին, պատկերացնում եք, Եսայա հենց այդ գլուխը ինքը ասում է եւ ինչա խորհուրդը կամ խորհրդատուն։
Խորհրդատու պետք է լինի մեկը, ով որ իմաստուն է։ Ամեն։ Եվ Սուրբ Հոգուց իմաստուն մենք այստեղ երկրի վրա ընդհանրապես չենք գտնի։ Աստծո ժողովուրդը պետք է իմաստուն լինի։ Ու պատճառը նա է, որ Սուրբ Հոգով է լցված։ Որտեվ Սուրբ Հոգին է մեզ իմաստություն տալիս, երբ որ մենք կարողանանք մեկին ճիշտ խորհուրդ տանք, Սուրբ Հոգին է, որ իր խորհուրդներով ծառայում է մեզ։ Առակացի մեջ գրված է, ես ուզում եմ կարդամ Առակաց թուղթը, թականգիրներ, մենք ունենք մեր մարդկային իմաստությունը, մենք ունենք մեր ճանապարհները, մենք ունենք մեր հասկացողությունը, ըմբռնությունը, բայց գիտեք, եկեք հասկանանք, վստահենք, երբ որ դու ես քարոզը լսում ես կամ թարմացնում ես, վերհիշում ես, հիշիր, որ ամեն բան որոշելուց, կատարելուց, որոշելուց հետո որ պետքա կատարես, մի արա մինչև չգաս Տիրոջ մոտ։ Ասա Տեր, դու իմ խորհրդատուն ես։ Մի ասա, ես լավ է գիտեմ, հասկանում եմ ամեն ինչ, մեկին գումարած մեկ հավասար է 2, բայց Աստծո մոտ արի ուտես մի հատ տենց մեկին գումարած մեկ կա, որ հավասար է 1, չէ՞։ Գիտեք, որ տենց բան կա։ Ընտանիքի մասին է, լավ։ Դրա համար եկեք իմաստունին դիմենք։ Այնքան հեքիաթներ կա, ասում է, եւ մեկը ասեց գնամ մի հատ իմաստունի մոտ, մի հատ ծեր, մեկը կար խորհուրդ հարցնեմ, ինչ ալ։ Այսօր սարերը 7 անցնել պետք չի, այսօր մեծ գումարներ ծախսել պետք չի, այսօր պետք է ուղղակի քո սրտի մեջ հավատաս, որ Սուրբ Հոգին քո խորհրդատուն է եւ նա պատրաստ է քեզ խորհուրդ տա։ Գիտես, աղաչել պետք չի, պաղատել պետք չի, ոտերդ ընկնեմ, ինչ անեմ, որ դու ինձ խորհուրդ տաս։ Նա հենց դրա համար եկել է քո կյանքի մեջ, նա հենց այդ նպատակով եկել է քո իմ կյանքի մեջ, որպեսզի երբ որ ուղղակի երբ որ մենք ականջ կտանք։ Հասկանում ես, նա չի բռնի մեզ զորով։ Հոբը ասում է, գիտես, Աստված գիշերվա կեսին, երբ որ քնած ես, կգա ու կբացի քո ականջը երազի միջոցով, տեսիլքի միջոցով, կխոսա, բայց ընդունելը մեզանից է կախված։ Ինչքան խորհուրդներ ես տվել, եղել են, որ չեն լսել, ինչքան մեզ են խորհուրդներ տվել, եղել է, որ մենք էլ չենք լսել, չէ՞, բայց եղել է, որ լսել ենք։ Հիմա Սուրբ Հոգին հենց Պարակլետոսը, մխիթարիչ, որի մեջ թաքնված է իր դրսևորումը, դրա համար է, նայեք Առակաց 8:14, իմն է խորհուրդը եւ հաջողությունը։ Ես եմ հանճարը, զորությունը իմն է։ Ինձանով են թագավորները թագավորում, նախարարները արդարության կանոններ դնում եւ այլն։ Աստված տեղ Հիսուսը ասում է, ես եմ խորհուրդը, ինձանից է խորհուրդը, որ հաջողության է տանում։ Եկեք ուղղակի օգտվենք թանկագիններ։ Էլի եմ ուզում ասեմ, վճարված է այդ ծառայությունների համար Քրիստոսի թանկ գինը։ Ամեն։ Առաջ գնանք, որ հասցնենք։ Օգնական, հենց բառից բուն օգնական։ Ինչքան լավ է, չէ՞, ասում է, եւ քեզ հարմար օգնական, երբ որ ամուսինը ունի կին, օգնական է իր կողքին։ Ինչքան լավ է։ Երբ որ կան ընկերներ, երբ որ օգնական են իրանց։ Երբ որ կան աշխատանքի վայրում հաստիկներ, որ սա էս օգնականն է, սա են օգնակ, ի՞նչ է նշանակում օգնական։ Միասին գործանող, քեզ զորացնող։ Ասում է, եթե կարող են արդյոք երկուսը իրար հետ նույն ճանապարհը գնալ ժողովողի մեջ, եթե իրար հետ չմիաբանվեն։ Լսի, Սուրբ Հոգին մեր կողմից է, մեզ պետք է իր հետ միաբանվել։ Մեզ պետք է իր հետ համաձայնվել։ Ու պատկերացնում ես, ինքը եկել է այս դիրքի մեջ, որ ինձ ու քեզ օգնի։ Պատկերացնում ես, ինքն է եկել, սա նշանակում է ավելի ցածրն է, չէ՞, քան թե դու ես, եթե օգնական է։ Տնորեն ավելի բարձր է, քան թե օգնականը, չէ՞։ Ու պատկերացնում ես, ինքը վերցրել է այս պատասխանատվությունը իր վրա ինձ ու քեզ օգնելու։ Ինչու՞մ։ Ամեն ինչում։ Ամեն ինչում։ Ամեն ինչում։ Թե մենակ ծառայության մեջ, թե մենակ հոգևոր գործերի մեջ, բոլոր քո կյանքի բոլոր առօրյայում, հոգսերում, իրավիճակներում, քո բոլոր կյանքի ընթացքում։ Ամեն։ Մենք երգ էինք երգում, ուզում եմ այդ խոսքերը կարդամ։ Սաղմոս 27, չէ՞։ 27-ի երկրորդում գրած է.
Լավ, երրորդը կարդամ. Թեև զորաբանակ ինձ դեմ բանակ տա, իմ սիրտը չի վախենա։ Թեև պատերազմ էլ վեր կենա ինձ դեմ, ես դարձյալ կհուսամ։ Կներեք։ Չէ, 21-ը պիտի կարդամ։ Տերն է իմ լույսը, իմ փրկությունը, ես ումից պետք է վախենամ։ Տերն է իմ կյանքի զորությունը։ Ես կարամ ասեմ իմ օգնությունը։ Ինչի պետքա տկարանամ։ Ինչի պետքա թուլանամ։ Շատ տեղ ենք լսել ու կարդացել, ասում, գիտես, Պողոս առաքյալ ասում, գիտես, բոլորը ինձ թողեցին գնացին, բայց Տերը կողքս կանգնեց։ Սա Սուրբ Հոգին էր։ Ոչինչ մի նեղացի, որ երկել քեզ թողել են կամ կթողեն, դու մի թող, բայց եթե անգամ դու էլ մեկին թողես, հիշի, Աստված կանգնելու է իր կողքին, Աստված կանգնելու է քո կողքին, նա օգնական է։ Քեզ զորացնելու, քեզ ոգևորելու, քեզ բարձրացնելու, քեզ համոզելու անգամ, իր բնավորություններից մեկն է համոզելու, քեզ հրապուրելու լավ իմաստով, որպեսզի առաջնորդի այն ճանապարհը, ինչի համար որ Աստված քեզ կանչել է։ Եվ Եսայա 11:2-ի մեջ էլ գրված է. Տերն է իմ զորությունը, իմ օգնությունը։ Առաջնորդ Հովհաննես 16-րդ գլուխ 13-րդ խոսքը։ Բայց երբ որ ճշմարտության հոգին կգա, Սուրբ Հոգին միայն ճշմարտությունն է խոսում։ Սուրբ Հոգին ճշմարտության մեջ է առաջնորդում։ Եվ քանի որ մենք ունենք այս գրված խոսքը, Աստվածաշունչը, Սուրբ, չէ՞։ Սուրբ գրությունը, այսպես ասած, Սուրբ Հոգին սրանից դուրս ոչինչ չի անում, թանկագիններս։ Եթե դու Աստվածաշնչի մեջ մի բանի մասին վկայություն չունես, ու քեզ թվում է որ Սուրբ Հոգին քեզ ինչ-որ մի բանի մեջ է դրդել, եթե չի համապատասխանում Աստծո խոսքին, ճշմարտությանը, դա Սուրբ Հոգին չի։ Ուղղակի Սուրբ Հոգին չի։ Խնդրում եմ մի ասա, բայց չէ, ուրեմն ես Աստծո ձայնը չեմ լսում։ Կա ժամանակ լսում ենք, կա ժամանակ չենք լսում։ Ուրիշ ձայները ավելի շատ են խոսում։ Սա ամենը ճշմարտության հոգի է։ Գիտեք, սա օրենսդիրն է, այս խոսքերը գրված են Սուրբ մարդկանց միջոցով, Սուրբ Հոգու ներշնչմամբ։ Եվ չի կարող Սուրբ Հոգին անցնել այս խոսքի սահմանները, մի ուրիշ բան բերել, անգամ երազ կտեսնես, անգամ հրեշտակ կիջնի, հենց կենթանի ու կշոշափես երկու բմբուլել քեզ նվեր կթողի հրեշտակը, չգիտեմ, բայց իրանք բմբուլով են թե չէ, չեմ տեսել երբևէ։ Օրինակ, այսինքն այդքան տպավորիչ, այդքան արտահայտիչ, այդքան վերապրում ունեցած երևույթ էլ որ լինի քո կյանքում։ Ու քեզ թվա որ Աստված էր իրան ուղարկել, եթե այս խոսքից դուրս կլինի։ Խնդրում եմ, դեն շպրտի։ Պողոս առաքյալը ինքը ասում էր, ես ձեզ ավետարան եմ խոսացել։ Ու եթե անգամ հիմա գամ հետո ուրիշ բան խոսամ, հետո ուրիշ փրկություն խոսամ, հրեշտակը գա ուրիշ ավետարան խոսա, այսինքն լուրը բերի փրկության, չընդունեք, որտեվ սա է ճշմարիտ ավետարանը, սա է ճշմարիտ Սուրբ Հոգու ձեռագիրը, ճշմարտության հոգին։ Ինչու համար էի կարդում ես, որպես առաջնորդ, եւ նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ։ Ճշմարտության մեջ։ Եթե Աստծո խոսքը իր հաստատություններով, ինչքան էլ մենք հասկանանք, տրամաբանենք, մեզ թվա թե սա իրական չի, սա իրականացվող չի, սա հասկացողական չի, չգիտեմ, իմ ըմբռնություն չեմ կարող ըմբռնել, վստահի Աստծուն, ասում եմ, նա առաջնորդում է ճշմարտության մեջ։ Ամեն, ուրեմն կարող ես վստահել իրան։ Եվ շարունակում է Հիսուս ասում է, որովհետև ինքն իր անձից չի խոսի, այլ ինչ որ կլսի եւ գալու բաները կպատմի ձեզ։ Նա ինձ կփառավորի, որովհետև իմից կառնի եւ կպատմի ձեզ։ Սուրբ Հոգուն տեսնում ես հնազանդված Հիսուսին ստեղ։ Սուրբ Հոգուն տեսնում ես Հիսուսին ենթակա,
ու Սուրբ Հոգին ասում է փառավորում է Հիսուսին։ Սուրբ Հոգու դրսևորումներից մեկն էլ ասեմ, որ շատ հիմա ուզում եմ սրտումս կասեմ։ Գիտեք, Սուրբ Հոգին անգամ իրան չի փառավորում։ Սուրբ Հոգին Հիսուսին է փառավորում միշտ։ Իր գործառությունը, իր որ մեր մեջ գործում է, ամեն սլակները, այսպես ասած, ուղղում է Հիսուսի վրա։ Ու եթե մեկը Սուրբ Հոգով ենթադրենք ծառայում է, Սուրբ Հոգով քարոզում է, Սուրբ Հոգով աղոթել է, աղոթում է, էս արել, այն արել, ու տեսնում ես սլակները, միշտ իր անձի վրա է, միշտ իր գործերի վրա է, միշտ իր այնտեղ Սուրբ Հոգին չկա։ Այստեղ կա ուրիշ հոգի, հպարտության հոգի, եսի հոգի, ես չգիտեմ, Սուրբ Հոգին գործում է մեր մեջ, մեր միջոցով, բայց գիտես բոլոր փառքը ուղղում է Հիսուսին։ Դրա համար սա ուղղակի որպես զանազանություն մեր կյանքի մեջ։ Դու հաջողված ես, դու հաջողվելու ես, դու մեծ գործեր ես գործելու, դու խելքից դուրս բաներ ես անելու Աստծո հետ, Աստծո համար, Աստծո միջոցով։ Գիտես, փառքը Հիսուսին է գնալու։ Փառքը Հիսուսին է գնալու։ Մենք ուրախանալու ենք, որ իր ձեռքերի մեջ հնազանդ անոթ ենք։ Մենք ուրախանալու ենք, որ գիտես, ես կարողացա իր այդ համագործակցել եւ սրանից լավ ուրախություն չկա։ Որ լսի երկնքի Տերը, Տերերի Տերը, ամեն ինչի Աստվածը ինձ գործացեց։ Լսի ինձ գործացեց։ Միթե դա ուրախություն չի։ Թող Տերը երևա, թող Հիսուսը փառավորվի։ Առաջնորդ Սուրբ Հոգին ուսուցիչը 14:26 Հովհաննես 14:26 շատ կարճ մնաց։ Գրած է, բայց մխիթարիչը արդեն Պարակլետոսը էլի Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնե ձեզ եւ կհիշեցնե ձեզ ամեն ինչ որ ձեզ ասացի։ Ինչքան լավ է որ մենք չէ Աստծո խոսքն ենք սովորում, Տիրոջը լսում ենք, ճանաչում ենք, կա ժամանակներ, ու մեկ էլ զգում ես ներսիցդ մեկը հուշում է քեզ մի բան, հիշեցնում է, սա իր գործն է, սա իր ծառայությունն է, ասում է ձեզ կսովորացնի, ու գիտեք, երբ որ գրված է կսովորացնի, այստեղ մի յուրահատկություն կա Աստծո Հոգու, նա ամեն բան անելու է, որ դու այդ թեման յուրացնես, նա ամեն բան անելու է, այնքան մատչելի է դարձնելու, որ դու հասկանաս, ոչ թե ուղղակի ինչպես դպրոցներում կամ տարբեր միգուցե հաստատություններում, չէ, ուսումնական, որ ժամը լրացավ, դասը պլյուս դրինք, ես դասը բացատրել եմ, հասկացար, չհասկացար, ինչ չի հետաքրքրում, կան, չէ, նման տեղեր, բայց ինքը ուրիշ ուսուցիչ է, ինքը այնքան է աշխատելու մեր հետ, որ մինչև մենք յուրացնենք, ինչա պետք դրա համար։ Իհարկե ես չպետք է քնած մնամ։ Ես պետք է Աստծո խոսքի հետ ժամանակ անցկացնեմ։ Ես Աստծո հետ պետք է աղոթքի մեջ լինեմ։ Ես պետք է իմ սիրտը աշակերտի պես բերեմ ու ինչպես աշակերտ նստեմ լսելու իմ ուսուցչին, որ խոսում է Աստծո խոսքի միջոցով, որ խոսում է տարբեր բաների միջոցով, որպեսզի ես հասկանամ, այո, եթե ես աշակերտ եմ, ես պետք է ասեմ Տեր, սովորացրու ինձ։ Ու ինքը կսովորացնի թանկագիններ, ինչքան ժամանակ տրամադրես, այնքան ավելի արդյունավետ կլինի։ Սուրբ Հոգին համբերատար սովորացնելու է, համբերատար ու մեզ տանելու է։ Ուզում եմ մի բնավորության մասին խոսամ, որ ինձ շատ դուր է գալիս։ Գիտես, այսօր մարդիկ կան, որ գիտես, մենք ուղղակի ասում ենք հետնահանջածներ, ոչինչ, թողեք ես բառը օգտագործեմ։ Այսինքն, որ գիտես, թողել են Աստծուն, կարծես թե մոռացել են, աշխարհի մեջ են, ինչ պատճառներով, բայց Աստծո մեջ են եղել, բայց Հիսուսը իրանց Տերն է եղել։ Հիմա էլ է իրանց Տերը։ Աստծո հոգու կրակը իրանց մեջ վառվել է, նրանք վառվել են Աստծո համար, գործեր են արել Աստծո հետ, Աստծո մեջ։ Բայց գիտես ինչ պատճառներով սառել են, սերը սառել է, աշխարհի մեջ են, միգուցե մեղքերի մեջ են ապրում։ Բայց գիտեք Սուրբ Հոգին, երբ որ խոստացել է, որ ձեզ չեմ լքի, ուզում եմ իր բնավորություններից մեկը, իր դրսևորումներից մեկը, ինքը համբերատար, առանց դատապարտելու աշխատում է այդ սրտերի հետ,
աշխատում է որպեսզի նրանց շահի նորից վառի այդ կրակը, այդ կարծրացած, ածխացած այդ սրտերը, չգիտեմ, կենթանացնի, այնքան ուժեղ է։ Հա? Գիտես խաչ չի քաշում նրանց վրա, մեր պես, չի ասում «Վсё, դուք կորած եք»։ Ինքը սկսում է փապկացնել, ինքը սկսում է ջերմացնել, ինքը սկսում է հիշացնել այն օրերը ու տեղ կասում է լսի, տես ուղղակի որտեղից ընկար։ Ընկել ես, ես եմ քեզ բարձրացնողը, ես նորից քեզ հույս կտամ։ Ապաշխարի ասում սկսի նորից այն գործերդ գործել։ Ինքը այս է իր, գիտես, քաղցր բնավորությունը, գործնեությունը, ինչքան լավն է։ Ամեն, խնդրում եմ, մի ոչ մեկի վրա խաչ քաշի, թող որ Սուրբ Հոգին քեզ գործածի ինչ-որ մեկին բարձրացնելու համար, ինչ-որ մեկին թև ու թիկունք լինելու համար, մխիթարելու համար, գնաս խոսես ու ասես, գիտես, դու Աստծունն ես, Աստված իր թանկ արյունը չթափեց, որ մի օր հանկարծ դու, չգիտեմ, ուղղակի հայտնվես նորից մեղքի մեջ ու ինքը ասի, վերջ, ոչ, ինքը եւ գնահատում է իր թանկ արյունը եւ գնահատում է քեզ, որ այդքան թանկ արժես։ Դրա համար Սուրբ Հոգին ամեն բան անելույա, ամեն բան անելույա։ Սա իր բնավորությունն է, որ բերի նորից հոր տանը բնակեցնի, ինչպես անառակ որդին, որ ասում է ինքն իրան եկավ։ Ով իրան բերեց իրան, ով խոսած, ով թակեց իր սրտի դուռը, ով բացեց իր միտքը, որ ասեց լսի ինչի եմ ես ստեղ մնացել։ Հորս տան մեջ այնքան կերակուր կա, հորս տան մեջ այնքան պաշտպանություն կա, այնքան լավ է, թեև որդի էլ չլինեմ ծառա հաստատ կարամ լինեմ, բայց Սուրբ Հոգին քեզ խոսալու է, այդ մարդուն խոսալու է, որ դու Աստծո որդի ես, Աստծո որդի ես, սիրված որդի ես, ամեն, ուսուցիչ ասեցի, բարեխոս, ինչքան լավ է, չէ, բարեխոս, ունենանք բարեխոս, ոչ թե չարախոս, ունենանք մեր համար հոգ անող, երբ որ մենք անկարող ենք, ինքը մեր համար աղոթում է, գրված Առոմեացիների 8-րդ գլխի 26-ում ասում է, մեր տկարությունների մեջ մենք չգիտենք ինչ անենք հիմա, ինչպես աղոթենք, ոնց աղոթենք, մարդիկ կան, անգամ գիտես շուրթերը չի բացվում, որ աղոթ կանեն, չգիտեմ, տկարացած են, հոգնած են, բայց ասում է Սուրբ Հոգին անբարբար առաջանքներով, ես չգիտեմ այդ ինչա, բոլորիս կյանքում էլ եղել է, կարող է դու մի օր, չգիտեմ, անկախ քեզանից մի հատ այսպեսի ձան է գալի, կամ մի հատ տնքոց է գալի, կամ մի հատ հնչյուն է, բայց ասում է բարեխոս է լինում սուրբերի հետ, սուրբերի համար, ում միջոցով եղի այդ մարդը, որ քո միջոցով ինչ-որ մեկի համար բարեխոս կլինի, թանկագիններ մենք չարախոսներ չենք, մենք բարեխոսներ ենք, որտեղ բարեխոսն է մեր մեջ բնակվում, բարեխոսն է, ու գիտես Աստծո ականջին հաճելի է իմ ու քո բարեխոսությունը ինչ-որ մեկի համար, ով որ դրա կարիքը ունի այսօր, հա, ուզում եմ ընդհանրացնեմ, ու ուզում եմ ասեմ, որ գիտեք իրականում, Սուրբ Հոգին Հայր Աստծո խոստմունքը ու թանկ պարգևն էր մեր կյանքերի մեջ, մի թանկ նվեր, որի համար Հիսուս ասեց, ես հորը կաղաչեմ, և նա Սուրբ Հոգուն կուղարկի ձեր կյանքի մեջ, ինչքան լավ է, հիմա այս ժամանակի մեջ ես այսքանը կարողացա տեղավորվեմ, թանկագիններ, բայց իմ աղոթքն է ու իմ կոչն է, եկեք ոտքի կանգնենք, թող գա մեր փառաբանության խումբը, սկսենք ճանաչել նրան, սկսենք թույլ տալ, որ նա աշխատի մեր հետ, սկսենք թույլ տալ, որ նա դրսևորի իր ծառայությունը մատուցի մեզ, համաձայն ես, հիմա նստած ես, արդեն կանգնած ես ու մտածում ես, այստեղ պետք է դիմել Աստծուն, այստեղ պետք է այս հարցով մոտենալ, գիտեք, եկեք մոտենանք, եկեք կարդանք Աստծո խոսքը, եկեք ժամանակ անցկացնենք,
որպեսզի նա կարողանա աշխատի, եկեք ժամանակ տրամադրենք Աստծուն, եկեք մոտենանք նրան, մենք չենք գնա խորհրդատուի մոտ ու հանկարծ խորհուրդը հացնի մեր կյանքի մեջ, մենք աշխարհում գնում դռներ ենք թակում, էլի եմ ասում, գումարներ ենք վճարում, որ ինչ-որ մի բանի մասին մեզ անհրաժեշտ ինֆորմացիա, տեղեկություն կամ օգնություն ստանանք, բայց ամենամեծ օգնականը, մեկը, ով որ մեր կողքին է, ու հավատարիմը Հավիտյան, ուղղակի պետք է ականջ տալ, խնդրում եմ երբեք չասես, այ հիմա ես խոսում եմ ինչ-որ մեկին մարգարեական, երբեք չասես, բա ես իրան այսքան դիմալ եմ, խի չի ինձ ազատում, ջնջի քո ճանապարհները, որ քեզ թվում է դա է քո ազատության ճանապարհը, ու թող ինքը խոսա իր ճանապարհը, մենք դրել ենք մեր ճանապարհը մեր կյանքում, ու ասում ենք առաջնորդի ինձ այստեղ Սուրբ Հոգի, երբեք չսպասես, ասա Սուրբ Հոգի, ինչ մտածել եմ, ինչ որոշել եմ, ինչ գծել եմ, հենց հիմա ջնջում եմ, ես հոգուս մեջ շատ ուժեղ զգում եմ, հենց հիմա ու ասում եմ, թույլ տուր, թող ինքը գծի, սա է ճշմարտության ճանապարհը, սա է ելքի ճանապարհը, սա է այն ուղին, որի մեջ որ Աստված ուզում է քեզ առաջնորդի, բայց քանի որ մենք ունենք մերը ու ստիպում ենք մեկին, որ ինքը մեր հետը տեղ գա, ինքը չի գա, որ ինքը ասի այո, բայց ինքը չի ասի այո, ու գիտեք ինչումն է բանը, որ մենք անհաջողություններ ենք ունենում, կամ մեր սեփական փորձառությունով ենք խրատվում, երբ որ մենք մերն ենք առաջ տանում, մի վախեցի, վստահի, ջնջի բայց, թող Աստծուց լսիր, պետք չի իրան աղաչել, պետք չի իրան պաղաչել, պաղատել, որ ինքը խոսա, ինքը հենց դրա համար էլ եկել է, ուղղակի պետք է հավատալ, վստահել ու ժամանակ անցկացնել, ամեն, ողջ փառքը մեր Տիրոջը, Տեր Աստված, մենք շնորհակալ ենք քեզ, որ քո բարի հոգին մեր մեջ է, որ ինքն է մեզ առաջնորդում եւ դա քո թանկ նվերն է մեզ, դա դու ես Տեր Հիսուս, որ բնակվում ես մեր մեջ եւ Մխիթարիչը ուղարկեցիր, որ այս կյանքը մենք ապրենք քեզ հետ, քեզանով եւ քեզ համար, իրականում Տեր, թող քո ձեռքը ամեն ժամանակ քո եկեղեցու հետ լինի ու առաջնորդի, նոր դռներ բացվի, Տեր իմ Աստված թող այս խոսքը իրականում կենթանի ձևով մեր սրտերի մեջ Տեր փոփոխություն բերի, մեր մտքերի մեջ փոփոխություն բերի, որ մենք ավելի վստահենք, հանձնվենք քեզ եւ ընդունենք քո ողջ ծառայությունը, ինչի համար, որ դու սիրով եկար երկիր եւ պատրաստ ես ծառայելու մեզ, հալելույա, ամեն